հարգելի գործընկերներ, մի փոքր դրվագի համար բարձրացա ամբիոն, պարոն Աբրամյան, նորից խնդրում եմ առաջինից երկրորդ ընթացման ժամանակ ներկա լինեք հանձնաժողովի նիստին, դուք մեկ-մեկ հիշում եք գալիս եք, եւ մենք այդ ձեր մտահոգությունները այնտեղ քննարկման առարկա կդարձնենք եւ շատ հնարավոր է պաշտպանական գերատեսչությունը ձեր առաջարկներին այնուամենայնիվ արձագանք ունենա։ Իսկ մնացածը շորերի կերպարանափոխման, մյուս ծրագրերի հետ կապված նախարարը իհարկե ներկայացրեց եւ շնորհակալության փոխարեն պարզապես մեզանից յուրաքանչյուրը պետք է իր մասնակցությունը ունենա այն բոլոր ծրագրերին, որը ոչ միայն դրված է կառավարության ծրագրում, այլ մեծամասամբ դրանք դարձել են իրականություն։ Շորերն էլ կփոխվեն եւ փոխվում են, սպառազինությունը, որը չունեինք, ունենք, առաջնագիծը, որը բանկաբուտուլք եկեին այսօր լրիվ, այլ բովանդակությունն են, ասածս հետեւյալն է։ Այս են հարցերն են, որտեղ մեր ու ձերը չկա։ Սրա համար պետք է ունենալ ակտիվ մասնակցություն, սկսած զորակոչային տարիքի մեր երեխաներին բանակին տրամադրելուց, իսկ բանակի գրավությունը եւ դրա շարունակականությունը նման օրինագծերով են ապահովելու, ուստի պարոն նախարար, նման օրինագծերը պետք է շարունակական դարձնեն մեր նպատակները, որը որ տանելու է դեպի պրոֆեսիոնալ եւ ամուր բանակ ունենալու հնարավորություն։ Շնորհակալություն։